Իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից եւ ըստ այդմ առաջարկում է, որ պատարագից առաջ հնչի պետական օրհներգը։ Նախ պնդումը սուտ է, հայ առաքելական եկեղեցին չի ստեղծվել պետության կողմից, ավելին պետության բացակայության ժամանակ այն կատարել է նաեւ պետության դերը իր շուրջ համախմբելով ժողովրդին։ Բայց դա մի կողմ, առաջին անգամ չէ նա չհիմնավորված պնդումներ անում, քանի որ այս իշխանությունը շատ է սիրում ամեն ինչ համեմատել եվրոպական երկրների փորձի հետ, փորձենք համեմատել նաև այս առաջարկը։ Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետության դասական օրինակ, պետությունն ու եկեղեցին իրավաբանորեն խիստ առանձնացված են։ Նոտրդամում ոչ ոք չի երգում պետական օրհներգը։ Մեծ Բրիտանիայում էլ թագավորն է եկեղեցու գլուխը, սակայն կիրակնօրյա ժամերգությունները ոչ ոք չի վերածում պետական արարողության։ Անգամ եկեղեցական մենիշխանական պետություն Վատիկանում Հռոմի Պապը կիրակնօրյա լիտուրգիան չի սկսում պետական օրհներգով։ Աշխարհում նույնիսկ այն երկրներում, որտեղ եկեղեցին ունի պետական կարգավիճակ կամ սերտ կապեր իշխանության հետ, պետությունը չի խառնվում եկեղեցական արարողության ընթացքին։ Դե բայց Փաշինյանը պետք է տարբերվի բոլորից։ Հայ առաքելական եկեղեցին տարածված է ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր է, ամեն երկրում այդ երկրի օրհներգը պետք է հնչի, ԱՄՆ-ինը, Թուրքիայինը, թե նպատակը հենց դա է։